վերցնելու հետ կապված թեման փոխենք մանդատի։ Նախորդ անգամ դուք հրաժարվեցիք մանդատ վերցնել, պատճառաբանություններ ներկայացրեցիք, այս անգամ հայտարարություն չեք տվել, առավոտյան Գոհար Մելոյանն էր տվել, այսինքն դուք պատրաստում եք վերցնել։ Ինքնաբացարկների ներկայացման վերջնաժամկետը հանդիսանում էր հուլիսի 20-ը ժամը 18:00։ Բոլոր մեր այն գործընկերները, որոնք նման դիմում ներկայացրել են, ովքեր մինչ այդ ժամկետի ավարտը չեն ներկայացրել, ըստ դրա չեն ներկայացրել։ Ես այստեղ պարոն Մակարյան, դուք նոր մոտեցաք, ես այստեղ կարծում եմ նաև թե Տիկին Մելոյանը, թե նաև իմ վերաբերյալ հարցադրումը, որը ներկայացրեցի, անկեղծորեն եմ ասում, եթե նժարի վրա դնում ենք այն հարցերի, որոնք հենց այս պայդրությամբ առկա են, ես համարում եմ, որ դրան նույնիսկ այս փուլում անհրաժեշտ չի անդրադարձ կատարելու։ Մենք հիմա խոսում ենք։ Պարոն Վարդանյան, եթե դուք Տիկին Գասպարյանը գնում եք ազգային ժողով։ Ես կարող եմ հետևյալը ասել, պաշտպանական թիմը կամրապնդվի, թե ոչ, նշված հարցերը, անկեղծորեն եմ ասում, այն պայդրությամբ, երբ մենք հիմա խոսում ենք, ու ստացվում է Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ իրավիճակ, որ դատախազությունը տեղեկացված լինելով, որ 2026 թվականի հուլիսի 21-ին ժամը 15:00-ին տեղի է ունենալու նիստ, որտեղ Դավիթ Ղազենյանի օրինակ պատգամավորի կարգավիճակը այլևս հստակ է լինելու եւ պարզապես իրենց պարտականությունը կատարելուց խուսափելու համար նման ռեկորդային արագությամբ գործը ուղարկել դատարան, սա իսկապես մենք խոսում ենք այնպիսի խախտման մասին, որ ես ուզում եմ դրա մասին հատկապես շեշտադրել։ Ավելին, Դավիթ Ղազենյանը 15:00-ից հետո պետք է լինի ազատության մեջ, բայց մենք ունենում ենք մի իրավիճակ, որ ստացվում է այն պաշտոնյան, որը դա պետք է ապահովի, գոյություն չունի։ Եվ սա հատուկ մշակված ծրագրային գործողություն է եղել։ Ես հասկանում եմ, որ կարող է այսօր ձեզ սկսեն հրամցնել հետևյալ մեկնաբանությունը, թե Նարեկ Կարապետյանի գործով, թե օրինակ Դավիթ Ղազենյանի կարգավիճակի վերաբերյալ, որ գիտեք, պատգամավորի կարգավիճակը ստացել են, բայց դեռևս լիազորությունները չեն ստանձնել, որտեղ լիազորությունների ստանձնման օրը օգոստոսի 2-ն է։ Հարգելիներս, նշված հարցը սպառված է 2021 թվականի դեկտեմբերի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, որը իդեպ ներկայացվել էր ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից, ներկայացուցիչը հանդիսացել եմ ես։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ օգտագործում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել եզրույթը, ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ։ Կարգավիճակ տալիս է այս մարմինը։ Լիազորությունների ստանձնումը տեղի ունենում ազգային ժողովում։ Հնարավորություն, քննչական կոմիտեն հենց այսօր է նախաքննության Նախաքննության ավարտը Դավիթ Ղազենյանի գործով հայտարարվել է 2026 թվականի հուլիսի 20-ին ժամը 17:00-ի սահմաններում։ Գործը կարծես բաղկացած է 7-8 հատորից։ Մենք խնդրել էինք, որ մեզ տրամադրեին ժամկետ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի 17:00-ն։ Այսինքն մենք մեր ակնկալած ժամկետը երևի թե որևէ մեկը չի կարող չէ ասել, որ երկար ժամկետ ենք ուզել։ Կարծում եմ որևէ մի մասնագետ նման դիրքորոշում չի հայտնի։ Քննիչը այն համարել է ակնհայտ անհիմն միջնորդություն, որոշել է մեզ ժամկետ տրամադրել մինչև 11:00-ն, այնուհետև 11:01 ենթադրում եմ, որովհետև 10:30 մենք ներկայացրել ենք միջնորդություն, որոնք առերեսուն կատարեք, հարցաքննեք Դավիթ Ղազենյանին, քննիչը այն թողել է առանց քննության, գիտեք ինչ պատճառաբանությամբ, որ արդեն մեղադրական եզրակացությունը ուղարկել է դատախազին։ Այսինքն սենց արագություն, հարգելիներս, ես իդեպ ասեմ նաև, որ աշխատանքային կարգով երեք փորձել եմ նաև կապ հաստատել հսկողություն իրականացնող դատախազի հետ։ Հսկողություն իրականացնող դատախազի հետ աշխատանքային ձևաչափով կապ հաստատելը ողջամիտ երևույթ է, քանի որ դատախազի նույնիսկ համարը համապատասխան դատավարական որոշումներում գրվում է։ Պատկերացրեք, ես այդ համարին Արտուր Դանիելյան, ես փորձեցի կապ հաստատել այդ հեռախոսահամարով, պատասխանեց մի կին, խնդրեցի, որ փոխանցեն հեռախոսը դատախազ Դանիելյանին, որ խոսենք Ղազենյան Դավիթի խաբման միջոցի հետ կապված հարցի շուրջ, որովհետև պատգամավորի կարգավիճակ է ստանում եւ այլն, ստացա պատասխան, որ նման դժվարություն կա, պայմանավորված այն հանգամանքով, որ ես զանգահարել եմ Կոնվերսբանկի հաշվապահություն։ Գիտեք, դատավարական ակտերում, երբ նշվում է հսկողություն իրականացնող դատախազի հեռախոսահամարը եւ նման վերաբերմունք է տեղի ունենում, սա իսկապես միգուցե նաեւ դա էլ էր պայմանավորված նրանով, որ ինչքան հնարավոր է արագ։ Այո, հաշվապահության։ Հայտնեցին, ամեն դեպքում հիմա ես ներողություն եմ խնդրում Կոնվերսբանկի հաշվապահությունից, որ նման ահազանգ էի ներկայացրել իրենց։
կան Նարեկ Կարապետյանի եւ ընդհանրապես ազգային ժողով կամ փորձել Դուք ձեր հարցադրմամբ շատ ճիշտ հանգամանք եք վկայակոչում այնքանով, որ գտնում եմ, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդման, իրավունքի նկատմամբ ծաղրի, քաղաքական թատրոնի, ինչ որ հերթական վրեժխնդրության, չգիտեմ, նման կատեգորիաների տիրույթում, բայց նաև ազգային ժողովում ուժեղ Հայաստանի գործունեության խաթարմանն է ուղղված, այդ թվում հենց Նարեկ Կարապետյանի անձով պայմանավորված։ Այստեղ իրավաբանություն տեսնել ողջամտորեն հնարավոր չէ։ Չկա ընդհանրապես, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն էլ նաև ուզում եմ հատուկ էլի ընդգծել, որ ինքը ուներ անհամաձայնություն, որ մենք այստեղ միջնորդենք, որ ժամկետ տրամադրվի, ծանոթանանք նյութերին, Բայց հիմա միշտ դա Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն է։ Կարծում եմ առիթը կլինի հենց ինքը կներկայացնի առնվազն կարելի ասել կրկին բայց համաձայնել եք Նարեկ Կարապետյանի չեք ներկայացնելու ժամկետ չեք ուզելու։ Առնվազն ես Նարեկ Կարապետյանի դիրքորոշման հետ ունեմ անհամաձայնություն, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պետք է հարգեմ։ Պարոն Վարդանյան, այս ամենից հետո չեք կարծում, որ ամեն դեպքում սխալ էր մանդատները վերցնել ազգային ժողով։ Դուք մանդատ ունեք, բայց ձեր մանդատը ձեր ձեռքից խլում են, չեն էլ թողնում անգամ առաջին նիստի մասնակցեք։ Տեսնենք, կստացվի այդպես, թե ոչ, եկեք այդպես ձևակերպեմ։ Ես էլ կարող եմ ձեզ կատարեմ պնդում, որ իրենց փութաջանությունները դրսևորելով էլ մենք էլ մեր գործողությունները կկատարենք։ Ես կարող եմ, հետևիդեպ նույն սահմանադրական դատարանի հետ կապված որ նշում եք, միանշանակ սահմանադրական արդարադատության որևէ նշույլ տեղի չունեցավ։ Ունենք իհարկե ֆիզիկապես սահմանադրական դատարան, բայց եթե դուք այդ որոշումը ուսումնասիրեք, սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կարելի է նշել, ու առնվազն 2015-ի սահմանադրական բարեփոխումներին հաջորդող ժամանակահատվածում այնպիսի ընտրախախտումների վերաբերյալ արձանագրումներ են կատարվել, որոնք բավարար էին նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի նշանակման համար, սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև մի շարք այլ ընտրախախտումների ընդհուպ մինչև դուք բոլորդ կարծես այդ հարցը հաճախ հնչեցնում եք, չէ՞, հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների մասին։ Պարզվեց սահմանադրական դատարանի ամբողջ նախընտրական քարոզարշավին այդ ձայնագրությունների հրապարակումը եղել է ընտրական խախտում։ Պատկերացրեք, դա գրել է սահմանադրական դատարանը։ Չնայած նրան, որ օրինակ արդարադատության նախարարն էլ փութաջանորեն հակառակի վերաբերյալ պնդում էր կատարում։ Գիտեք, այդպիսի արձանագրումները իրենց իրավական ազդեցության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք ժողովրդավարության ճգնաժամի մասին, ազդեցություն բավարար չեն ունենում։ Բայց ի վերջո ժողովրդավարության ճգնաժամը հավերժ չէ եւ որևէ մի իշխանություն էլ հավերժ չէ։